Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդ կարևոր նրբությունը, որի վրա ուզում եմ հրավիրել մեր ուշադրությունը եւ որը նույնպես ցավոք շահարկումների տեղիք է տալիս։ Խոսքը վերաբերվում է, ես եթե ճիշտ հասկացա, այդ թվում 3 խորհրդանական քննարկումներից հատվածական սահմանազատում կոչվող թեմային։ Սա ուղիղ կապ ունի նախագծի հետ, որովհետև եկեք պատկերացնենք, որ այս տեղով պետք է անցնի գազամուղ։ Այս հատվածում սահմանազատված չեն մեր սահմանները։ Եվ մեր սահմանազատման հանձնաժողովները մինչև օգոստոսի 8-ը ընդունել են պայմանավորվածություն են ձեռք բերել, ընդունել են որոշում, որ մեր սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ։ Եվ բայց մյուս կողմից առաջացել է նաև ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք, կամ ինչու ենթադրենք երկաթուղին, որը պետք է կառուցի, որը պետք է լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետք է սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը հիմա շինարարը ինքն էլ համոզված լինի, որ երկրի տարածքում է գործում, որովհետև Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ Trip ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրանք Հայաստանի տարածքում են աշխատում, որպես նրանք համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանը սահմանազատված լինի, վերահաստատված լինի։ Իհարկե կան խորհրդային ժամանակների սահմանագծերը, բայց սահմանազատման գործընթացով, որը իմիջայլոց ուժի մեջ է մտել 2024 թվականին վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, այսինքն ընթացակարգով պետք է վերահաստատված լինի։ Այսինքն սա ենթակառուցվածքների կառուցման համար շատ կարևոր առաջին եւ նախնական քայլն է։ Հիմա ինչպես է հաջորդիվ իրականացվելու ծրագիրը։ Ինչպես է Trip Root ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպես է ստանալու կամ ինչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու։ Այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն ընդ որում տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։ Երկրներ կան, որ իրանք լիզ են անվանում, այսինքն որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն նախկինում այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այս շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք,
այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հիմա երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է, եւ հիմա քննարկում է երկու սցենար, 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ հիմա այդ քննարկումներն են, ընդ որում այդ քննարկումներին մեր վերաբերմունքը այսպես ասած տեխնիկա տնտեսականը կամ ֆինանսատնտեսական։ Այսինքն ստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ, այնտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու եւ որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով։ Ես էլ ասեմ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պարզվում է, որ նման նրբություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա, մարդիկ սովորաբար ներդրում անում են այդ գումարը եւ գումարած որոշակի տրամաբանական տոկոսով շահույթ հետ ստանալու համար։ Աշխարհում ներդրման ուրիշ մեխանիզմ գոյություն չունի պարզապես։ Հիմա ուրիշ հարց։ Trip Root կամ Trip ընկերությունը ինքը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ձևավորված համատեղ ձեռնարկություն է, բայց ինքը, այսպես ասած, լայն պրոֆիլի քաղաքական պայմանավորվածությունը իրականացնելու պրոֆիլի ձեռնարկություն է։ Ինքը պրոֆեսիոնալ չէ երկաթուղու, էներգետիկայի, նավթի, ինտերնետի եւ այլ ոլորտներում։ Եվ հավանականություն է առաջանալու անհրաժեշտություն, գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում, գուցե դեպքերի մի մասում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների, ովքեր տիրապետում են այդ գործին, ինչպես փող դնել տվյալ ոլորտում եւ ինչպես փողը շահույթ ստանալ։ Եվ այստեղ մենք նաեւ այստեղ է, որ մենք ասում ենք, որ ներդրումային նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում այլ ընկերությունների համար եւ իհարկե մենք ամեն դեպքով պետք է քննարկենք Trip ընկերության շրջանակներում, Trip Root-ի շրջանակներում, թե որտեղ ինչ մոդել են կընտրում, որովհետև պետք է գնահատվի կարողությունները, պետք է գնահատվի ֆինանսական հնարավորությունները եւ պետք է ամեն դեպքով կայացվի որոշում։